Ողջույն, եթերում է Նժարի ուժը ոդկասթի հերթական հաղորդումը եւ այսօրվա հյուրն է կրկին բոլորից դեմ եմ թիմի անդամներից Հովսեփ Ղազարյան։ Ողջույն Հովսեփ ջան, շնորհակալ եմ, որ հրավերը ընդունեցիր։ Ես կարծում եմ, որ մենք պիտի հերթով փորձենք, թիմը իրականում շատ մեծ է, բոլորին ներկայացնել հնարավոր չի լինի, բայց մարդկանց ովքեր ժամանակ են ունենում այս թողբողի մեջ գալ ներկայանալ ու շատ կարևոր է նաև տարբեր հարցերի շուրջ խոսենք, որպեսզի մարդկանց մոտ հստակ պատկերացում լինի ովքեր ենք մենք, որտեվ շատ հարցեր են ծագում, տարօրինակ հարցեր են իրականում ծագում կամ շատ տեղին հարցեր են ծագում ու կարիք կա այդ հարցերին պատասխանելու, ամեն հարցին առանձին պատասխանելու փոխարեն երևի միանգամից sense ոդկասթներով հերթով գնանք պատասխանելով։ Իմ համար օրինակ շատ հետաքրքիր է, որտեղ ես օրինակ կոտարկում տենց մտքովս չէր անցնում, որ կարելի է քաղաքական process-ների մեջ մտնել, չգիտեմ, գուցե չէր հասունացել, դրա կարիքը չէի տեսնում կամ չգիտեմ, մտածում եմ, որ ուժս չի հերիքի կամ այդքան չեմ մեծացել, բայց թիմը բավական երիտասարդ է, թեպետ շատ փորձառու եմ իմիջիալոց ասեմ, որովհետև շատերի մոտ այդ բանը կա, հա, որ երիտասարդներ են, այդ նույն երիտասարդները, որոնք հաջողակ են եւ իրենց բիզնեսներում, եւ իրենց ընտանիքներում, եւ իրենց, այսինքն ընտանիք ունեն մարդիկ, պատերազմի մասնակիցներ են եղել, տարբեր դժվարություններ են հաղթահարել, ու այս մարդիկ կայացած մարդիկ են, այնպես չի որ երիտասարդությունը տենց ինչ որ մեծ բան է, էլի, տենց շատերը դրա վրա տենց մի սակ թիրախավորում են հատուկ, բայց բոլորը պիտի իմանան, որ երիտասարդությունը այն դեֆեկտն է, որ այնքան արագ անցնում, որ չես հասցնում ընկալես, նենց որ դուք ի նկատի ունեցեք։ Հիմա կոնկրետ հարցը ո՞նց եղավ, որ Հովսեփ որոշեց, որ քաղաքականություն մտնելը դա այլևս անհրաժեշտություն է։ Շնորհակալություն Նինա ջան, հյուրընկալելու համար ձեր ոդքասթին։ Իմ քաղաքականություն մտնելու անհրաժեշտությունը դեռ անչափահաս է, երբ ծագեց, դեռ մարտ 2008 թվականի այդ նախագահական ընտրությունների ժամանակ հայրիկիս հետ մասնակցում էի հանրահավաքներին ու այսօրվա պես հիշում եմ այդ մարտի 1-ի առավոտյան, երբ հայրիկիս ընկերներով գիշերում էին հրապարակում, զանգահարեցին, ասեցին հասի մեզ այդտեղ ծեծում են։ Ես էլ էի ուզում գնալ հայրիկիս հետ, բայց չթողեց, փակեցին ինձ տանը այդ օրը ու ամբողջ օրը հեռուստատեսության էկրանին կարճած այն լուրերի մնացորդներն էինք լսում, մեկ Евроньюզը, մեկ Երկիր մեդիաները ինչ որ կադրեր տալիս, թե ինչ է կատարվում քաղաքում։ Կեսօրվա կողմ, երբ հայրիկենքս տուն եկան մի փոքր հանգստանալու, հաց ուտելու, արդեն երեկո էր, ցանկանում էին հետ գնալ, երբ մեր տունը գտնվում է Աջափնյակ թաղամասում, երբ սկսեցինք լսել թրթուրավոր տեխնիկայի ձայները, դա այն ժամանակներ, երբ արդեն զորքերն էին մտցնում Երևան ու այդ իմ, այսպես ասած, քաղաքական հիշողության մեջ այդ օրը երբեք չի ջնջվի, այդ օրվա դրա հաջորդ օրերի այդ արյունալի կադրերը Երևանը ամբողջովին ոստիկաններով ու անվտանգության ուժերով շրջափակված, դրանից հետո ես երբ արդեն ուսանող էի, դրանից մի քանի տարի անց 16 տարեկան էի, մասնակցում էինք այդ քաղաքապետարանի ազատելու համար կազմակերպված ցույցերին, հետո 2011 թվականն էր, եթե չեմ սխալվում, երբ Ռաֆայել Հովհաննիսյանը առաջի անգամ նստացույց արեց Ազատության հրապարակում, երևի այդ օրը նոր դարել էի չափահաս ու հենց այդ օրը գնացել եւ անդամակցել եմ Ժառանգություն կուսակցությունը, այսինքն նախորդ օրը չափահաս էի դարձել, հաջորդ օրը կուսակցական եմ դարձել ու տանեցիներից ոչ մեկ չգիտեր այդ մասին, նկատուն ասեցի մամ կուսակցական եմ դառել, ասեց հորիցդ ուրիշ սովորելու բան չունեի, հայրս էլ ժամանակի նայմական ա եղել եւ երկար տարիներ պայքարել է Հայաստանում ժողովրդավարական իշխանության հաստատման համար ու ոնց որ ասած արդեն հայրիկիս ճանապարհով գնացի, հայրիկս նաև առաջի պատերազմի, Արցախյան պատերազմի մասնակից էր, այդ ուղին ոնց որ ասած արդեն կանխորոշված էր, հետո ապրիլյան քարորիա պատերազմը եղավ, կամավոր մեկնեցի ռազմաճակատ Մեծն Տիգրան գնդի կազմում, հետո 18-ի հեղափոխությունն էր, որին առաջի օրվանից ընկերներիս հետ մասնակցել եմ, ընկերներ ում հետ թե հեղափոխություն են կարել, թե կյանք են կիսել, թե 20 թվականին արդեն մեկնեցին ռազմաճակատ ու իրանցից շատերը զոհվեցին։ 18 թվականի հեղափոխությունից հետո ես մտածում էի, որ այն միսիան, որ քաղաքական դաշտում
ես ունեի, իրականացրել եմ, Հայաստանում ժողովրդավարական իշխանություն է հաստատվել, այսպես ասած մեխանիզմը աշխատում է արդեն ժողովրդավարական եւ որոշեցի այլևս իմ անձնական կյանքով զբաղվել եւ ընտանեկան բիզնեսը զարգացնել, սակայն այդ ընդհատվավ 20 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ այգում խաղողի բերքավաք էինք սկսել ու ընկերները զանգարեցին, ասեցին, որ պատերազմ է, ես ուղղակի պայուսակս գցեցի ուսս եւ մեկնեցի ռազմաճակատ, ու ինպես շատերը այդպես արեցին, բոլորը համարում էին, որ իրենց պարտքն է պաշտպանել հայրենիքը։ Պատերազմի ժամանակ վիրավորվեցի, բազմաթիվ ընկերներ կորցրեցի ու պատերազմի ժամանակ հասկացա, որ այո, մենք իշխանափոխություն էինք իրականացրել, բայց այդ իշխանությունը այն իշխանությունը չէր, ում կարելի էր վստահել երկրի կառավարումը, այն քաղաքական ու ռազմավարական սխալները, որ թույլ տվեց այդ իշխանությունը, ուղղակի մեզ բերեցին այդ խայտառակ պարտության, որի շղթան շարունակվում է մինչև օրս, որի շղթայի արդյունքում 21 թվականին ունեցանք ստրատեգիական բարձունքների կորուստը, 22 թվականին ունեցանք Ջերմուկի, Վարդենիսի ներքին հանդի վրա հարձակումը, 23 թվականին ունեցանք Արցախի հայաթափումը, 24 թվականին ունեցանք, այսպես ասած, Կիրանցի այդ հատվածում գտնվող տարածքների հանձնումը Ադրբեջանին, 25 թվականին արդեն մեղրիով ճանապարհ տվեցին ոչնչի դիմաց Ադրբեջանին, այս կորուստների շարքը շարունակվում է, որովհետև այս իշխանությունը չի կարող ապահովել, չունի այն գիտելիքը, չունի այն կարողությունը, որը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Այս իշխանությունը մենք նրա համար ինչի համար հեռացրեցինք Սերժ Սարգսյանին, այս իշխանությունը եկավ այդ կոռուպցիան եւ մնացած իր դրսևորումներով շատ ավելի կատարելագործված ձևով հիմա զբաղվում է նույն բանով, ինչ ժամանակին զբաղվում էր Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը։ Ուստի 20 թվականին պատերազմից հետո արդեն որոշեցինք, որ չէ, մենք մի անգամ 18-ին որոշեցինք երկիրը թողնել, այսպես ասած, նոր ուժի, նոր մարդկանց, բայց նրանք այն գործը, որ մենք պետք է անենք, չարեցին ու որի համար ծանր կորուստներ ունեցանք եւ հիմա այս մարդկանց կրկին վստահել պետությունը ուղղակի չի կարելի։ Այս իմաստով ես երկար ժամանակ ասում եի, որ մենք ունենք շատ պրագմատիկ երիտասարդություն, այս վերջի 10 տարվա կտրվածքով, ու ինձ շատեր ասում են, չես խոսում։ Ասում են, գիտես, իրանք արդեն նախ անկախության սերունդն են, իրանք չեն ապրել Սովետում, Սովետ ախտով չեն ապրում, ու այն դժվարությունները, որոնք տեսնում են, բայց պատերազմը իհարկե այդ ժամանակ դեռ չէր եղել։ Պատերազմը բոլորիս են ապտակներ, որտեղ մենք տեսանք այն ասում է պերջանքն ու թշվառություն էս համակարգի համար մարդկանց կարևորությունը, չգիտեմ, առհասարակ պետություն, պետականություն, այդ կարևորությունը, որ զրոյականացվեց, այստեղ մենք այդ ապտակից հետո է, այլ որ մի տեսակ սթափվում ես ու սկսում ես հասկանալ, թե ինչա պետք անել, իմ համար այնքան ուրախալի է, որ հաջորդ եկող սերունդը ինքը այսքան պրագմատիկ, հաշվարկված ու սրտացավ է մոտենում այն հարցին, որը ինչ մեղք կստացնեմ, ես համարում եմ, որ մեր սերունդը այ սխալներ, մեծ սխալներ արած սերունդ է, ու ես ինքս ինձ էլ չեմ կարողանում ներեմ, որ մենք ձեզ պիտի փոխանցենք արդեն կայացած պետություն, բայց փաստորեն փլատակների վրա են կանգնած, ու դա էր պատճառը, որ նաև ես որոշեցի օրինակ միանալ այս process-ին ու հետո նաև միասին որոշեցինք բոլորս, որ պիտի միասնական անենք, այստեղ է նաև այդ սերունդների համերաշխությունը կա, այստեղ կա այդ պրագմատիկ հաշվարկը, չոր հաշվարկը, որ մենք վերջապես պիտի պետություն ունենանք, էլի, այս իմաստով շատ կարևոր հարց է։ Այդ բոլորին դեմ է մի քո պատկերացրած կոնցեպտը, ուզում եմ մի քիչ էլ դու ներկայացնես, որտեղ բոլոր ովքեր դեռ տղաներն են մենակ եկել, այնտեղ շատ լավ աղջիկներ կան ինչ այլոց, մի օր ուղղակի շատ զբաղված էր միշտ լինում, աղջիկներն էլ կհրավիրենք խոսելու, այդ քո պատկերացրած ինչի հենց այդ բոլորին դեմ եմ կոնցեպտ էլ, ինչի հենց այս ձևով, ինչի հենց այս, որտեղ շատերը քննադատում են, որ կիսատ է, ինչ որ այն չի, բան չի, հա, տենց ոնց որ այն չի մի քիչ ու շատ ենք խոսել, հա, բոլոր ովքեր գալիս են անպայման տարօրինակ բան կասեմ, բայց այդ բոլորին դեմ եմ դեռ այդ կոնցեպտը չկար, ուղղակի կար որոշում, այն մարդիկ, ով մտահոգ էին պետության ճակատագրով, մեր հայրենիքի ճակատագրով, ովքեր անզորություն էին զգում այդ անվերջ զիջումների պատճառով, ուղղակի կար որոշում, որ պետքա վերջ դրվի
այս անպատասխանատու իշխանությանը, որ պետք է այս մարդիկ հեռանան ու պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծվի, որի պայմաններում նման անպատասխանատու ուժ այլևս Հայաստանում չկարողանա հավակնել իշխանության։ Մենք ունենք հստակ այդ որոշումը, որ պետք է ինչ-որ բան անենք։ Ու տարբեր մարդկանցով սկսեցինք քննարկել, թե ոնց անենք այդ արդեն որոշված էր, որ մի բան պետք է անենք։ Այդ կարևոր բանն է, մի բան անել որոշել, այդ կարևոր։ Հա, անձամբ ես իմ համար որոշում էի կայացրել, որ ուղղակի չեմ կարող թևերս ծալել եւ մի կողմում նստել ու 26-ին թույլ տալ, որ այս իշխանությունը վերարտադրվի կամ այսպես ասած չակերտավոր ընդդիմությունը գա, որ նրանցից տեսականորեն ոչնչով չի տարբերվում։ Պետք էր մեխանիզմը փոխել ու երկար մոտ 1 տարի քննարկումներ էինք ունենում տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական գործիչների, մտավորականների, սովորական մարդկանց հետ անդադ քննարկում էինք, ի վերջո եկանք հասանք այն եզրահանգմանը, որ առողջ ուժերի համար, եթե դու նոր ես, առողջ ուժ ես, նոր քաղաքական միտք ես ուզում բերես քաղաքական դաշտ, կա բարիերներ, որոնք թույլ չեն տալիս այդ ուժերը հայտնվեն ազգային ժողովում եւ այլընտրանքային տեսակետ ներկայացնեն։ Եվ 2018 թվականի հեղափոխությունը նրա մասին էր, որ այդ մեխանիզմը պետք է փոխվեր, այդ համակարգը, իշխանության ձևավորման համակարգը պետքա փոխվեր, բայց Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով այդ Սերժի կոստյումը թողել էր նույնը, քանի որ նա հագել էր, զգացել էր իշխանության համը եւ նրան անչափ դուր էր եկել այդ կոստյումը։ Այն խոստումները, որ Նիկոլ Փաշինյանը որով եկել էր իշխանության, փաստացի չեր արել ու այսօր այդ Սերժ Սարգսյանի ժամանակ կարված համանadrությունը անչափ սիրելի է դարձել Նիկոլ Փաշինյանի համար ու դա հիմնական բարիերներից մեկն է Հայաստանում ժողովրդավարական իշխանական համակարգ ձևավորելու, որտեղ իշխանափոխությունը ոչ թե ստրես է, համակարգ այլ սովորական Հերթական ընտրություն։ Այո, որը ապետությունը ստրեսի չի ենթարկում, ուղղակի իշխանության շարունակականություն է, այլ ոչ թե մեկից մի այլ անձի հասնելը, եթե մենք վերլուծենք մեր քաղաքական 30 տարվա պատմությունը, ամեն անգամ երբ անձը փոխվել է Լևոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյան, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան, Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյան, այս բոլոր փոփոխությունների ժամանակ Հայաստանը ենթարկվել է ստրեսի։ Հայաստանում տեղի են ունեցել ցույցեր, միտինգներ, զոհեր են եղել, հանրահավաքներ են եղել, Հայաստանում երբեք անձից անձի իշխանությունը երբ փոխանցվել է, երբեք հարց չի ընթացել։ Սա նշանակում է, որ համակարգ գոյություն չունի, այլ գոյություն ունի անձից անձ իշխանություն փոխանցել։ Այս բոլորին դեմ եմ շարժումը նրա մասին է, որ համակարգը այնպես դառնա, սա մեր այս 3 կետերը, սա ուղղակի առաջի քայլն է։ Պլան մինիմումն է։ Այո, պլան մինիմումն է, որ նվազագույնը պետք է անել, որ այդ ստրեսային իրավիճակը, այդ անցումային փուլը հարթ ընթանա։ Եթե այլընտրանքային միտք քաղաքական չի ձևավորվում, երբ որ գալիս է այդ իշխանության փոխելու ժամանակը, դրա համար այսպիսի խզվածքներ առաջանում, որովհետև ինստիտուցիոնալ տեսանկյունից այդ ժողովրդավարական ինստիտուտները գոյություն չունեն, չեն աշխատում։ Եվ դրա համար իշխանության փոփոխությունները նման պայմաններում են տեղի ունենում։ Հիմա այդ ամեն ինչը քննարկելով, վերլուծելով մենք հանգանք այն եզրահանգմանը, որ մենք ունենք մինիմալ կետեր, որոնք բոլորի համար միանշանակ են։ Նույնիսկ իշխանությունն է այսօր ասում, որ դրանք պետք է փոխել։ Եվ այդ կետերի շուրջ նորմալ առողջ մարդկանց կոնսենսուսը միանշանակ ձևավորվում էր։ Եթե մենք փորձենք գաղափարական ինչ-որ ուժ ստեղծել եւ այդ ուժով գնալ իշխանության, սուտը, կեղծիկը, պոպուլիզմը դաշտում այնքան շատ են, որ ուղղակի մարդկանց հոգնեցնում են։ Դու ինչ ուզում ես արա, Գուրգեն Սիմոնյանի հետ չես կարող մրցել պոպուլիզմով։ Դու ինչ ուզում ես արա, Նիկոլ Փաշինյանի հետ չես կարող մրցել պոպուլիզմով։ Դու ինչ ուզում ես արա, մեր ձևովի հետ չես կարող մրցել փողով, նաև պոպուլիզմով։ Պոպուլիզմ չի, որ հայտարարում են 300,000 աշխատատեղ ենք ստեղծելու։ Չեմ կարող ասեմ, որովհետև այդ ոլորտը իմը չի, ես լավ չեմ պատկերացնում, ես շատ կուզենամ, որ Հայաստանում 300,000 աշխատատեղ ստեղծվի, բայց մի քիչ լավ չեմ պատկերացնում։ Միգուցե իրենք ավելի լավ են պատկերացնում, բայց այն որ Նիկոլ Փաշինյանին պոպուլիզմով որևէ մեկը, ես կասեմ ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում հաղթել չի կարող, դա 100%-անոց բան է եւ երկու մի փոքր բան էլ ավելացնեմ, Հայաստանում իշխանության գալու, իշխանությունը պահելու կամ իշխանության գալու երկու ձև կա։ Դու կամ պիտի իշխանության արդեն իշխանություն
լինես, կամ պիտի անսահման փող ունենաս։ Ուրիշ տարբերակ, փոքր խմբերի, մտքերի, որտեղ շատ լավ այս ընթացքում հաստատ գիտեմ մենք իմ քո ճանապարհները չի խաչվել, բայց շատերս իրար հետ այդ քննարկումների ժամանակ եղել ենք, հա, այդ 2-3 տարի արդեն տևող շատ պատերազմից հետո այդ ամբողջ ընթացքում քննարկումներ են։ Մենք հասկանում ենք, որ կան շատ առողջ փոքր խմբեր, որոնք շատ լավ իդեաներ են տալի, շատ լավ գաղափարներ են տալի, բայց իրանք շանս չունեն լսելի լինելու, շանս չունեն պարլամենտում ներկայացված լինելու։ Պատերազմից ամենասարսափելին ինչն է, պատերազմից հետո, նույնիսկ պատերազմի ժամանակ մեր թիվ 1 ամբիոնում ազգային ժողովում ոչ մի այլընտրանքային քաղաքական միտք չի հնչել։ Արցախի կորստի տարածքների հանձնման ոչ մի դեպքում այլընտրանքային քաղաքական միտք չի հնչել, այսպես ասած ընդդիմության կողմից, որը մարդիկ կդիտարկեին որպես ելք տվյալ բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Սա ցանկացած նորմալ երկրում, եթե լիներ առողջ ընդդիմություն ազգային ժողովում, այդ կորուստները, որ ունեցավ Հայաստանը շարունակական շղթան, ուղղակի այդ ժամանակ իշխանափոխություն կիրականացներ։ Բայց քանի որ ազգային ժողովում չկար այդ առողջ ընդդիմությունը, չկար առողջ ուժ, խոսույթը մնում էր բոշա փչացած հին ու նոր տիրույթում, մեկը ասում էր դուք դավաճան եք, մեկը ասում էր դուք էլ թալանչի եք ու ամբողջ քաղաքական էներգիան, որը կուտակվում էր, ուղղակի դրա վրա պարփվում էր ու վերջ արդյունքում մենք ինչ ենք ստանում, ոչինչ։ Հասարակությունը ոչինչ չէ ստանում, նոր միտք չի գեներացվում։ Ու այս համակարգի բնույթն է դա, կամ դու պետք է անսահման պոպուլիստ լինես, խաբես մարդկանց, կամ դու պետք է անսահման ռեսուրս ունենաս, գնես մարդկանց։ Հիմա բոլորին դեմ եմը ճեղքումն է, այս երկու կոնցեպտների ճեղքումն է։ Եթե մեզ հաջողվի զզված, հոգնած, խաբված քաղաքացիներին, ում 18 թվականին խոստացել են ժողովրդավարական բարեփոխումներ, սահմանադրության փոփոխություն, տնտեսական բարեփոխումներ ու դրանցից ոչ մի կետը չի իրականացվել, ում խաբել են, որ թոշակները կբարձրանան, աշխատատեղեր կստեղծվեն, ոչինչ չի արվել, ում խաբել են 21 թվականին Նիկոլ Փաշինյանը մարդկանց խաբում, ասում էր Հադրութ ենք հետ բերելու, Շուշի ենք հետ բերելու։ Հիմա ասում է Ղարաբաղը ինչ կապ ունի մեր հետ, մերը էսա 29000, չգիտեմ, ինչքան անորոշ թիվ, որտեղ բարձի թե ինչ կան կպահպանի։ Հա, այսինքն երբ մի իշխանություն 5 տարվա մեջ մի ընտրական ցիկլի ժամանակ կարողանում է Հադրութը հետ բերել, Շուշին հետ բերելուց հասնել մինչև արդեն մենք Ղարաբաղը երբեք մերը չի եղել կոնցեպտին, ես չեմ կարող հավատալ այդ իշխանության այսօրվա խոսքերին, որ ասում խաղաղություն է լինելու։ Եթե նույն տրամաբանությամբ գնանք, խաղաղություն չի լինելու։ Բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չի լինելու։ Դա նրա ցանկությունը չի։ Խաղաղությունը կարող է լինել միայն ուժեղ Հայաստանի, ուժեղ բանակով, ուժեղ տնտեսությամբ։ Բայց այդ ուժեղ բանակ ու տնտեսությունը պետք է ունենա թիկունք, դա ժողովրդավարական պետությունն է, իր աշխատող մեխանիզմներով չի կարող, ախր այն նախկինների ժամանակ էլ, քան որ այդ ուժեղ ժողովրդավարական թիկունքը չկար, այդ բանակից թալանում էին, այդ բանակից գողանում էին։ Հիմա էլ քանի այդ ժողովրդավարական մեխանիզմները չեն ստեղծվել, քանի այդ գործը տնային աշխատանքը չեն կարող, մենք ուժեղ պետություն, ուժեղ բանակ չենք ունենալու։ Իսկ այդ ուժեղ թիկունքը ստեղծելու համար առնվազն մի բան է կարելի անել, թույլ տալ, որ փոքր առողջ ուժերը գան հայտնվեն պարլամենտում, ունենան հարթակ եւ հնարավորություն եւ հարցումներ անել, եւ հարցեր ուղղել, եւ հանդիպումներ ունենալ, եւ առաջի ամբիոնից թիվ 1 ամբիոնից խոսելու հնարավորությունը ալտերնատիվա։ Մարդիկ, ովքեր այլ միտք կգեներացնեն, գաղափարներ կգեներացնեն եւ հետեւողական կլինեն։ Թող լինեն շատ տարբեր ուժեր, որովհետև շատերը ասում են մի տոկոսը շեմը իջացնեք, պատկերացնում եք այնտեղ ովքեր կարան մտնեն, թող մտնենք, թող մտնեն, ֆիլտր է դա։ Մի անգամ ֆիլտրը, մի անգամ կմտնեն, հաջորդ անգամ չեն մտնելու, ժողովուրդ ջան, հաջորդ անգամ եւ վերջապես ձայնը տվողը դա ժողովուրդն է, եթե ժողովուրդը գտնում է, որ այդ ուժերը շատ ավելի վստահելի են եւ ավելի կարողունակ են, ուրեմն խնդիրը մնացած ուժերի մոտ է, որ չեն կարողանում բավարար վստահություն ձեռք բերեն կամ բավարար, չգիտեմ, պրոյեկտներ առաջարկներ անեն կամ սպառել են իրանց վստահելիության են բաժինը, որը տարիներով իրանց ժողովուրդը տվել է։ Այնպես որ այս հարցը լուծելի է եւ այսպես ասում եմ մենք մի անգամ էլ հիշեցնենք, մենք ունենք 3 կետ է, դա մեկը միջև 1% շեմը, անցողիկ շեմը, որ հիմա 4% է ու շատերը չեն կարողանում այդ շեմը անցնել։
իջեցնելն է մինչև 1%-ը, մյուսը ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ու ինչու է դա կարևոր, հեսա մի հատ առանձին կբացատրենք, որտեղ դա էլ է շատ կարևոր բան է։ Դա ուղղակի տենց քվեաթերթիկ չի, որ կլինի չի լինի, կյանքում մարդկանց բան չփոխվելու է։ Եվ երրորդը մեծամասնության հետ կապված ձայների տոկոսների բաշխումը, որը դարձել է մի հատ պատուհաս մեր բոլորի համար։ Շատեր ասում են, որ սա մի տեսակ երկրում հավասարակշռություն բերելու, կայունություն բերելու գործիք, չէ, կայունություն բերելու չի։ Ամեն մեկը որ գալիս է մի փոքր մնացածից համեմատ մի փոքր ավել ձայն է հավաքում, ստանում է մեծամասնությունը պարլամենտում ու վերջ դրա դեմ առնել չի լինում։ Ինչ օրենք ուզում են, ոնց ուզում են, այս բանը գործիքը չարաշահում են։ Եթե դա կայունության մասին է ասում, մենք այդ կայունությունը կներեք այս 6-8 տարուց ավել է մենք չենք տեսնում այդ կայունությունը, հետևաբար կյանքում, հա, ասում եմ հողի վրա փորձարկման արդյունքում պարզվել է, որ այդ կայուն մեծամասնության գործիքը երկրին կայունություն չի բերում։ Ես մի հստակ օրինակ կարամ բերեմ, 21 թվականի ընտրություններին ձայների 19.5%-ը մի փոքր նույնիսկ ավել փոշիացվել է։ Եթե այդ ձայները չփոշիանային, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չէր ստանալու նման մեծ մանդատներ ու շատ փոփոխություններ չէր կարալու անել։ Կործանարար փոփոխություններ, դերական փոփոխություններ։ Գալիս եմ հենց դրան, այդ շղթան հենց տրամաբանական շղթան դրան է։ Հիմա խնդրեմ տակը դու բացատրես, այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկի տրամաբանության տակ ինչ է դրված։ Տեսեք, հենց հիմա ենթադրենք, եթե այդ կայուն մեծամասնության դրույթը չկա, հիշեցնեմ, որ կայուն մեծամասնության դրույթով այն ուժը ենթադրենք մի ուժ ստացել է 27%, մյուս ուժը 26%, նրանք կարող են ուղղակի կոալիցիա չկազմել այլ ուժերի հետ, գնալ երկրորդ փուլ, եւ երկրորդ փուլում ով կստանա ձայների մեծամասնությունը, միանգամից ստանում է 52% ձայն։ Սա այն պարագային, որ Հայաստանի քաղաքացիները իրականում նրան վստահում են 27%-ի չափով։ Սա ժողովրդավարական պարլամենտական երկրի համար ուղղակի աբսուրդ է։ Նման պարլամենտական կառուցակարգ չկա ոչ մի երկրում։ Պարլամենտարիզմը դա համագործակցության մասին է։ Իսկ երբ որ դու մի ուժին տալիս ես այդպիսի մեծ արհեստականորեն տալիս ես այդպիսի մեծ քվոտա, դա նշանակում է, որ ինքը կոալիցիաներ չի կազմելու ոչ մի ուժի հետ, նա չի փորձելու պայմանավորվել այլ փոքր ուժերի հետ Հայաստանում քաղաքական կյանքը կառուցել, թե ինչ եղանակով կառուցել։ Ի վերջո քաղաքականությունը փոխզիջումներ է։ Եթե այդ կայուն մեծամասնության դրույթը չկա, պայմանական Նիկոլ Փաշինյանը ստիպված էր լինելու գնալ նստել այլ քաղաքական ուժերի հետ, կոալիցիաներ կազմել տարբեր հարցերի շուրջ, պայմանավորվածություններ ձեռք բերել ու ենթադրենք, եթե ինչ որ մի պահի Ադրբեջանը անկլավներն էր ուզում կամ այդ Տավուշի տարածքների զիջումներ, այդ կոալիցիան կփլուզվեր ու Նիկոլ Փաշինյանը դա հասկանալով այդ զիջումներին չէր գնա։ Նա ոչ թե հակառակորդի ամեն ասածը անելու փոխարեն, այլ նա կիմանար, որ եթե ինքը դա այդ քայլը անի, իր կոալիցիան փլուզվելու է։ Եվ քանի որ դա չկար, այդ իշխանության ձեռքերը ազատ էին ամեն ինչ տալու, նա ասում էր ինձ քվե են տվել եւ վերջ։ Ես լեգիտիմ եմ եւ վերջ, բայց իրականում դա լեգիտիմություն չի, դա փոքրամասնության իշխանությունն է զորբայությամբ մեծամասնության վրա։ Հիմա մեր մի դրույթը հենց այդ կայուն մեծամասնությունն է, որն ուղղակի պարլամենտական պետության հետ ընդհանրապես կապ չունի։ Հաջորդը այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, դա նրա համար է, որ այն ուժը, եթե անպատասխանատու են պահում բոլոր քաղաքական ուժերը, մարդը կարողանա գնա ընտրության, ընտրի այդ բոլորին դեմ եմը, այդ մանդատները ազգային ժողովում չհամալրվեն ու ենթադրենք մի իրավիճակ, երբ օրինակ շատ հնարավոր է այս իշխանությունը հայտարարել է, որ նոյեմբեր ամսին պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնեն։ Պատկերած այդ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար կա որոշակի ձայներ, մոտ 65%, 67% պետքա ձայներ հավաքեն, որպեսզի կարողանան։ Պատկերացրեք, իրենց անպատասխանատու են պահում եւ մարդկանց 25-26%-ը գնում եւ ընտրում է բոլորին դեմ է։ Դա նշանակում է, որ այդ ձևավորված իշխանությունը, թե ընդդիմությունը, թե իշխանությունը, այդ ձևավորված ազգային ժողովը լեգիտիմություն չի ունենալու սահմանադրությանը կպնելու։ Հնարավորություն չի ունենալու։ Այո։ Այսինքն ենթադրենք, որտեղ մեր պարլամենտում թվերը քանակը падգամավորներ կարա տարբերվի, էս էլ մի հատ ֆանտաստիկ բան է։
Այ հենց դրա հաշվին, որ մեծամասնության հաշվին անդադ խախում է։ Մի վարքյան պատկերացնենք, որ 101, 100 օրինակ падգամավոր կա, այդ 100 մանդատները բաժանվել են հետևյալ կերպ, որոշակի տոկոսների յուրաքանչյուրը հավաքել է ու կա բոլորին դեմ քվեարկած մարդիկ, որոնց այդ տեղերը թափուր են մնալու, այդ մանդատները ոչ մեկին չի տրվել ու դատարկ է մնալու այդ տեղը։ Ու դա նշանակում է, որ այդ հարցերի շուրջ, որոնք մեծամասնությունից զատ պահանջում են նաև 3, 4-րդ, 3, 5-րդ այդ ձայների այդ հարցերը չեն կարող ուղղակի քվորում չի կարող ապահովել, որովհետև այդ բոլորին դեմ են մանդատները, միշտ դեմ են քվեարկելու այդ Հիմա պայման կասեն, դուք տենց պարալիզացնելու եք երկիր, չէ, այտենց ստեղծվելու է սովորույթ, որ բոլոր կուսակցությունները իրանց հաշիվ տան ու հասկանան, որ կա մի ստվար զանգված մարդկանց, որոնք զզվում է բոլորիցը, հոգնել է բոլորիցը։ Ու եթե ձեր խելքները գլուխները չհավաքեք, չգաք նորմալ պրոյեկտներ չառաջարկեք, նոր դեմքեր չբերեք, նոր update չանեք ձեզ, այս մարդիկ հա գնալու են քվեարկեն բոլորին դեմ ու այս պարալիզացված վիճակը մնալու է։ Այնպես որ ասում եմ, բոլորը ստիպված են լինելու պայքարել այդ բոլորին դեմ քվեարկող մարդկանց ձայների համար, գալու են ձեր սիրտը շահելու։ Տեսեք, մի հետաքրքիր բաներ կա։ Հիմա շատ մարդիկ հիասթափված են ընտրական process-ներից, մտածում են, որ բան չի փոխվելու, չեն գնում ընտրության, բայց սա նաև լծակ է այդ մարդկանց ընտրության մասնակցայնությունն է բարձրանալու այս մեխանիզմի ներդրման, որովհետև մարդիկ իմանալու են, ունեն մի հնարավորություն, որը ցանկացած պարագայում կոնկրետ գործառույթ ունի եւ կարող են այդ գործառույթից օգտվել բոլորին դեմ քվեարկելով։ Սա մենք ունեցել ենք Հա իդեպ նշեմ, որ ասում են բոլորին դեմ եմը շատ վատ բան է, մենք ժամանակին ունեցել ենք բոլորին դեմ քվեարկելու հնարավորություն, հանվել է 2005 թվականի սահմանադրական բարեփոխումներով։ Ես հիշում եմ։ Բայց այն ժամանակ բոլորին դեմ եմ քվեարկելը ուղղակի տեսակետի ներկայացում էր, իրավական որևէ գործառույթ չէր իրականացնում։ Բայց մեր առաջարկած բոլորին դեմ եմը ունենալու է կոնկրետ գործառույթ ու կախված կացինի պես իշխանությունների ու ընդդիմության գլխին ստիպելու է նրանց աշխատեն, քանի որ ինչքան նրանք վատ աշխատեն, այնքան բոլորին դեմ է մի քանակը մեծանալու է, այնքան նրանց քայլերը ու նրանց գործունեության շրջանակը սահմանափակ է լինելու։ Այս իմաստով մի հատ էլ փոքր շտկում, այս պահին բոլորին դեմ եմը գրանցել է կուսակցություն, այո, որտեղ ընտրություններին մասնակցելու ալտերնատիվա չեն թողել։ Դու պիտի լինես միայն կուսակցություն։ Բոլորին դեմ եմը այս պահին գրանցվել է որպես կուսակցություն, հանդես է գալու որպես կուսակցություն եւ խոստացել է ընտրություններից հետո լուծարել կուսակցությունը։ Հետևաբար այստեղ խաբեություն չկա։ Եթե մենք ասում ենք, որ մենք գրանցվել ենք որպես կուսակցություն եւ ասում ենք, որ գալիս ենք այդ նաեւ այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ավելացնելու, այստեղ խաբեություն չկա, Ժորժ ջան, այստեղ ընդամենը հնարք կա։ Խաբեություն կլիներ այն ժամանակ, երբ որ բոլորին դեմ է մի անվան տակ, մենք գայինք եւ ազգային ժողովում ստանայինք մանդատ ու գնայինք դեպուտատ աշխատելու։ Ու կամ գնայինք ինչ որ մեկին մեր ձայները տալու, բայց այդպես չի լինելու։ Այո, բոլորին դեմ եմը հստակ իր ծրագրի շրջանակը շատ հստակ է բոլոր ելքերի պարագայում։ Եթե բոլորին դեմ եմը անցնում է ազգային ժողով, նա երբեք չի քվեարկում այլ թեկնածուի օգտին, բոլորին դեմ եմը մնացած ուժերին առաջարկում է քվեարկել իր թեկնածուին եւ իր օրակարգով, եթե մնացած ուժերը առանց բոլորին դեմ եմի կարողանում են իշխանություն ձևավորել, ապա մենք վայր ենք գնում մանդատները, որովհետեւ սա 5 տարի դեպուտատ աշխատելու մանդատ չի։ Սա բոլորին դեմ եմ մանդատ է եւ այստեղ բոլորին դեմ եմ բոլորին դեմ եմը ստանում է նաև այն բովանդակությունը, բոլորին դեմ եմ բովանդակությունը, այսինքն անվան համապատասխան գործառույթ է ինքը ստանում, այսինքն այն տեսակետը, որ խաբեություն է դա կուսակցություն է, ոչ, սա մեխանիզմ է ու այդ մեխանիզմը միս ու արյուն ունի հենց այդ գործառույթով, որը մենք նախատեսում ենք իրականացնել ու այն բոլոր ուժերը, որ փորձում են հիմա մանիպուլացնել ասել, որ սա կուսակցություն է, խաբեությամբ են զբաղված, այդ մարդիկ կամ կարդալ չգիտեն, կամ հասկանալով ավելի վատ բան են անում, մանիպուլացնում են, ես կարծում եմ, որ նրանք շատ լավ են հասկանում, ուղղակի ծերունական նախանձով են լցված, եւ
մենք նաև ասեմ ինչու մենք դրեցինք բոլորին դեմ եմ անունը, սա նաև քարոզչական եւ PR նշանակություն ունի, որովհետեւ ցանկացած այլ անունով ստեղծված ուժ այս ընտրություններին եթե նայենք թե իշխանությունն ու պայմանական Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Ռոբերտ Քոչարյան ընդդիմության այս հատվածը ինչքան ֆինանսական միջոցներ են ներդնում, ուղղակի մենք կորչելու ենք այս քարոզչական դաշտում մեր անունը չէր լսվելու, բայց բոլորին դեմ եմ հենց իրենով նաև արդեն ունի քարոզչական մեսիջ։ Հա, խայպոտ է, ընդունում ենք, բայց ասում եմ նաև նախ այնպես չի որ նորից ես էլ պիտի մի խնդրեմ մի անգամ կրկնեմ, բայց իսկապես ոչ մի խաբեություն չկա այդտեղ։ Եթե դու գալիս ես հենց այդ գործառույթը անելու, եթե դու խոստանում ես, որ 100 օր հետո դու եթե քո պրոյեկտը ստացվեց ու ձեր բոլորին դեպի մի տեխնացուն դառնում է վարչապետ, այս փոփոխությունները արվում է, 100 օր հետո մենք բոլորս գնում ենք նոր ընտրությունների։ Ու մի անգամ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները անցնում են այն տրամաբանությամբ, որ ընտրությունները կազմակերպող վարչապետը այլևս չի մասնակցելու եւ կուսակցությունը բոլորին դեմ եմ լուծարվում է եւ վարչապետը խոստանում է, ոչ թե խոստանում է, այլ պարտավորվում է եւ մենք էլ լինելու ենք հետեւողական, որ 10 տարի քաղաքականության մեջ չմասնակցի, այսինքն մի անգամ ինքը ճունի անձնական շահ իր թիմակիցներին սատարելու այդ գործիքները, այդ սուպեր վարչապետական գործիքները օգտագործել իր թիմակիցներին աջակցելու համար։ Սրանից, որ ասում աստծուց կրակ եք ուզում, սրանից լավ տարբերակ չի լինելու։ Մենք այս մեխանիզմը սարքելուց հենց սկզբից ճիշտ է, այդ մեր որ ասացի շուրջ 1 տարի քննարկումներ ենք ունենում, փորձում ենք գնալ դասական ճանապարհով, լիդեր գտնել, լիդերի շուրջ համախմբվել, հետո հասկացանք, որ հայկական քաղաքական դաշտում անձակենտրոնությունը, անձապաշտությունն ու քաղաքական էգոն դա մի այլ կատեգորիա է, որ երկար ժամանակ տարբեր քաղաքական ուժերի ու խմբակների դատապարտված է պահում զուտ կողքից քաղաքականության կողքից դիտողի դերում հանդես գալ եւ քաղաքական պրագմատիզմից ուղղակի դուրս են այդ մարդիկ եւ մենք այս մեխանիզմը սարքելուց էլ նույնիսկ հենց սկզբից մենք հայտարարեցինք որ սա շարժում է, չունի հիմնադիրներ, չունի այն նոր այն աստվածը չկա էլի, այն աստվածը որ տիեզերքից ավետել է այս շարժման գաղափարները, այլ ցանկացած մարդ ով կգա կընդունի հռչակագիրը, հավասարապես այս շարժման մասն է կազմում ու այս շարժման տերն է հանդիսանում եւ մենք այս մեխանիզմը սարքել էինք նոր փոքր նոր քաղաքական ուժերի համար, գլխավոր շահառուն իրանք էին, ինչու՞ չէ նաեւ 5 քաղաքական, բայց փոքր քաղաքական ուժերի համար, ովքեր միշտ եկել բախվել են այդ շեմին, եւ մենք այս մեխանիզմը սարքելով նաեւ այս ընթացքում բոլոր այդ ուժերին առաջարկն արել ենք, որովհետեւ այս մեխանիզմի շահառուն նրանք են։ Այս ճեղքումը միայնակ հնարավոր չի ապահովել։ Մենք բոլորին առաջարկել ենք, որպեսզի համախմբվեն, միասին այս ճեղքումը ապահովեն, 100-օրյա օրակարգը իրականացնելուց հետո ուղղակի հայկական քաղաքական դաշտը զրոյացնենք, մաքրենք ներկաներից, հներից, որ այլևս էլ գող փիսո քաչալ շուն խոսույթը դուրս գա, այլ դրա արդյունքում ստեղծվեն նոր քաղաքական խմբակներ, նոր քաղաքական ուժեր, որոնք թարմ միտք կմտցնեն քաղաքական դաշտ եւ ինստինկտյան կմաքրեն ավգյան ախորները։ Ստե մի հատ կարևոր հարց էլ կա, տեսեք, բոլոր նրանք, ովքեր համախմբվել են այս բոլորին դեմ կուսակցության շրջանակներում, իրանք ունեն տարբեր պրոյեկտներ, տարբեր մտքեր, գաղափարներ, շատ հարցերում կարող են եւ մեղմ ասած, շատ մեղմ ասած իրար հետ հաշտ չլինեն, բայց մենք միավորվել ենք այս կոնկրետ այս 3 կետը 100 օրում անելու շուրջ։ Մնացած հարցերը անդրամաբանական է ուղղակի հնչեցնել, էլի։ Ասում են, այ այս ինչ մարդկանց հետ, այս ինչ տարաձայնությունների, ես 1000 մարդու հետ 1000 տեսակ տարաձայնություն կարամ ունենամ, բայց մենք հավաքվել ենք այդտեղ 3 հատ կետ անելու 100 օր հետո նորից ընտրությունների գնալու։ Մնացած հարցերին ուղղակի այլևս ես էլ չեմ պատասխանելու, որտեվ անդրամաբանական է նույն հարցերը տալը։ Ու սա է խնդիրը, որտեվ ամեն մեկը իր պրոյեկտը, ասում են եկեք իմ պրոյեկտի միացեք, այն պրոյեկտը ավելի լավն է, մյուսը ասում է չէ իմ պրոյեկտն է լավն է, սկսում է քաղաքական բայց քաղաքական էգո։ Բոլորը կարծում են, որ աստվածային ճշմարտությունը պատկանում է միայն նրանց եւ միայն նրանց ճշմարտությունը ավե։ Այո,
2018 թվականին հեղափոխությանից հետո հիշում եմ առաջի խորհրդարանական ընտրություններն էր, որ պետք է անցկացվեր Հայաստանում, արդեն ժողովրդավարական պայմաններում, շատ լավ եմ հիշում, այդ ժամանակ նույնպես փորձ էր արվում փոքր, բայց ժողովրդավարական նկրտումներ ունեցող ուժերին հավաքել մեկ կոալիցիայի շուրջ եւ դրանով գնալ ընտրության եւ այսօր են հիմնական ընդդիմադիր ձայներ փոշիացնող խմբակներից մեկը, օրինակ ազգային ժողովրդավարական բևեռը շատ հիշում եմ շատ լավ հիշում եմ ինչ պատասխան տվեցին, ասեցին մենք լոկոմոտիվն ենք ու ընդդիմությանը մենք կարող ենք միայն առաջնորդնել, տեսանք լոկոմոտիվը ոնց ձորը ընկավ, նաեւ 21 թվականին, նաեւ 18 թվականին, ուղղակի այդ էգոն պետքա դնել մի կողմ, պետքա հասկանալ, որ անձի պաշտամունքով զբաղվելը քաղաքականության մեջ պրագմատիկ չի եւ դրանից տուժում է մեր պետությունը։ Ուղղակի պետքա համախմբվել, այս օրակարգը իրականացնել, որի արդյունքում շահելու է միայն մեր պետությունը։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ սա այն բացառիկ պլատֆորմն է, որտեղ մարդիկ շատ տարբեր իրարից կարծիք ունեցող մարդիկ կարող են հավաքվել։ Սրանից իսկապես շահելու են բոլոր խմբերը, որոնք որ ունեն պրոյեկտներ, ունեն լավ մշակած ծրագրեր, կամ ոչ այդքան լավ մշակած ծրագրեր, բայց ուզում են քաղաքականության մեջ ինչ-որ դերակատարում ունենալ, երիտասարդ թիմերը կարող են գալ այստեղ մասնակցել, որտեղ մենք պիտի սովորեցնենք մեր հաջորդ ձեզանից հետո արդեն եկող սերունդին պիտի սովորեցնենք, որտեղ մենք ոնց ասեմ, բաց թողեցինք, էլի, մեր վրա, ասում եմ, բնությունը հանգստացավ մեր վրա, մենք որպես սերնդափոխություն տեղի չունեցավ ու մենք մնացինք այդ մի տեսակ այդ օդից կախված վիճակում իմ սերնդակիցները, ավելի ավակները տենց մի տեսակ ամբողջ բեռը վերցրեցին, ասեցին, որ իրանք ավելի լավ գիտեն ինչ են անում, մենք մնացինք տենց կիսատ-պրատ, դուք եք գալի, բայց ձեզանից հետո էլ պիտի ստեղծվեն հաջորդ եկող սերունդը ու դա պիտի լինի կրթված, պատրաստված, գիտակից, այն ազգային գաղափարախոսության մեջ ձևավորված ուժեր, որոնք կիմանան հայրենիքի կարևորությունը, պետության կարևորությունը, պետական ինստիտուտների կարևորությունը, ժողովրդավարության կարևորությունը, մարդու իրավունքների ու անձի պաշտամունքով ես համաձայն եմ, չտարապեն, ասում եմ, երեք եղավ, բոլ եղավ։ Մեր գլխավոր խնդիրներից մեկը համագործակցության կարողության բացակայությունն է, երբ մենք կստեղծենք մենք ամեն մեկս միայնակ թույլ ենք, բայց երբ կարողանում ենք իրար հետ համագործակցել, մենք ուժեղանում ենք։ Ինչքան ժամանակ մենք կփորձենք գտնել մեզ բաժանող գծեր, այնքան ժամանակ մենք թույլ կլինենք, այնքան ժամանակ ֆինանսական ռեսուրսն ու պոպուլիզմը իրենց դերը ավելի լավ կկատարեն։ Ինչքան մենք կկարողանանք համախմբվել, իսկ բոլորին դեմ եմ այդ համախմբման մասին է, որ տարբեր հայացքներ, տարբեր աշխարհայացք ունեցող մարդիկ ուղղակի կարող են Հայաստանում արդար ընտրական համակարգ ստեղծելու հիմքերը դնելու շուրջ համախմբվեն, անեն այդ գործը, ստանան հաջողված պատմություն մի հատ ու դրանից սկիզբ առնի առողջ քաղաքական կյանքը Հայաստանում։ Ես մեզ մաղթում եմ հաջողություն, որովհետև ես ոնց հասկանում եմ, մեզ դժվար է լինելու, մեզ դիմադրում են նաև նրանք, ովքեր տրամաբանության ելնելով պիտի որ չդիմադրեին, պիտի օգնեին, աջակցեին, մեր կողքին լինեին, բայց սա շատ նորմալ process է, ես ոչ նեղվում եմ դրանից, բոլորին էլ մեր գործընկերներին, հետո մեզ միացող նաև ընթացքում հիմա մեզ միացող բոլոր թիմերին պիտի ասեմ, ոչինչ բանից չնեղվեք, ոչինչ բանից չջղայնանաք, ոչինչ բանից չհուսահատվեք, որովհետև մենք իսկապես շատ կարևոր գործ ենք արել։ Մենք փորձել ենք համախմբել, անհամախմբելին, չգիտեմ դες բարկա թե չէ, հիմա լեզվաբանները կասեն, բայց մենք փորձել ենք անհնարինը անել ու դա ինչքանով կստացվի առաջ աստված, մնացածն էլ տեխնիկական հարցեր են, մենք գոնե տրամադրված չենք հանձնվել։ Ժամանակը կդնի իր բոլոր կետերը եւ կարճ ժամանակած կերևա ով է ճշմարիտ, ով է զբաղվում մանիպուլյացիայով։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։